կառավարության շենքի դեմը թափենք, ասենք հել է կարա տերել եք, անասում ենք կամ թրիկը դի բարձենք տանենք, լցենք ընդ դերները։ Եվրոպայում Ենքանարին միջև գյուղացի կանասուն է չեն պահում։ արոտավայր չկա, Արցախը անցնելուց հետո արոտավայր չի մնացել։ Մենք Մասիսի գյուղերում ենք, ջերմատնային տնտեսությունը այսպես ծանր վիճակում է հայտնվել, մեկի մոտ 40-ից ավել տոննա կուտակում կա, բանջարեղենի մյուսի մոտ ասեցին 100-ից 110 տոննա, այսպես մարդիկ կանգնել են փաստի առաջ ու չգիտեն, թե իրենց խնդիրը ինչպես լուծեն, իսկ կառավարությունից միայն պաշտոնական հրապուրիչ հաղորդագրություններ են տարածում, որոնք իրականության հետ ըստ էության կապ չունեն։ Համենայն դեպս այս մարդկանց ոչ ոք չի այցելել, որևէ մեկը դեռ ֆերմերների հետ հանդիպում չի պլանավորել, չի հանդիպել, չի երաշխավորել իրավիճակը ինչպես կլուծեն։ Ես հիմա օրը 100,000 դրամ մինուս եմ եկել։ Շահաշված որ աշխատողի փող եմ տալու։ Այսինքն 100,000 պետք է աշխատեիք։ Պետքա գոնե 100,000 դրամ աշխատենք, որ սաղ ձմեռ մշակել ենք, շիթիլից բռնած, սերմից հելած, պարատանութից սկսած։ Հիմա 100,000 դրամ օրը մինուս ենք եկել։ Շահաշված որ վարքերը պետքա մուծենք։ Պարատանութի փողը պետքա տանք։ Ծիրանի նման պամիդորը չի լինում պայմանավորվածություն, պայմանագրեր, որպեսզի արտահանեք։ Իրականում այսքան լճացել է։ Խնդիրը ստեղծվա, որ մենք այսօրին ընկանք, մենք փոքր ջերմոցատերեր ենք։ Մեզ ջերմոցատերերն արտահանում են, իրանք մեզ չեն խանգարում շուկայում։ Այսօր մենք 100 դրամ էս պամիդորը չենք կարող ծախենք։ 100 դրամ։ Դա որ 100 դրամ էլ ծախենք, 150 էլ ծախենք, էսի մեր ծախսերը չի անում, 4 հատ աշխատող որ աշխատում։ Ու այդ աշխատողները մոտավորապես ինձ օրինակ ուրիշ մարզում ասում էին 150,000-ից մինչև 200,000։ Ժամը 1000 դրամ է։ Այստեղ էլ այդպես է։ Դե հաշվեք, ժամը 1000 դրամ, էս 50 ящик պամիդորը քանի ժամում 4 հոգի, 5 հոգի, մեկը պի խաղի, մեկը պի կրի, մեկը պի շարի, մեկը ящикները դասավորի։ Սաղ տնով տեղով աշխատում ենք, օրը 100,000 դրամի էլ հետ ենք այդն։ Մենք դեկտեմբեր ամսից շիթիլ ենք մշակում, փետրվար ամսից տնգել ենք, փեջերը կա, գազը քաշված, բառած, գազի փողը մայիս ամսվա, հունիս ամսին մուծել եմ, հունիս ամսին էլի մայիս ամսվա գազի փողը մուծել եմ, ու հələ նոր պետքա վաճառեմ, մի 5 անգամ եմ քաղել, այս տարի սառն էր տարին, հա, միջև հիմա վառել եմ, հիմա կարակ մտնեք պամիդորը մեջի տենակ, ինչքան պամիդոր կա ստես, 2000 մետրի մեջ 40 տոննա հիմա պամիդոր կա հեչից, հələ ստե թեթևա, մի քիչ քաղել ենք, կարակ առաջանակ առաջ տենակ ինչքան պամիդոր կա, ոչ դեղերի փողը կարանք տանք, ոչ պարատանքի փողը կարանք տանք, ոչ էլ բանի վարկերը կարանք լուծենք, շատ կարանք օրվա աշխատողի բանվորի փող տանք 6000 դրամ, ամեն մեկին, 6 ժամ աշխատում։ Դուք էլ առանց եկամուտ նստեք ու Մենք էլ մտածեք սաղ նավարով աշխատում ենք, այսքան երեխան ընդ է աշխատում է, մնացածն էլ սաղ էլի։ Հիմա դուք լստե նկարեք, լստե չենք եք խաղել, պամիդոր արեք։ Այս կողմը տեսեք։ Ստից խաղել եք նայ վեդրոները նայ, պամիդորը նայեք մեջի։ Երբ որ օթանավը վերաբարձանում, ամբողջ Մասիսը իր գյուղերով լրիվ ջերմոցներ են։ Հիմա այս ամբողջ ջերմոցատերերը իրանց ապրանքը ինչ են անելու։ Ինչ պետք է անեն, այս շամբասի գնով տալիս ենք տանում։ Մթերման սեզոնը չի որ մթերվի, չնայած որ մթերվում լինի, երևի 30-40 դրամով կմթերեն։ Դաշտի պամիդորը գինա պամիդորը։ Դաշտինից էլ է ժանալու։ Եթե սեպտեմբեր ամսին հիշեք, դաշտի պամիդորը շուկայում 100 դրամ է։ Հիմա այս պամիդորը շուկայում 70 դրամ է։ Պամիդորը իր վրա ինքնարժեքի իր 350 դրամ ամենակիչը նստած է։ Կաթիլային։ Իր ինքնարժեքը կաթիլային համակարգի ու գազի պատճառով։ Մի հատ նկարեք այն այդ շովիներն ու գազի փեջերը, պրոստը փեջերը հիմա կարող է լավ չերևա, մեջը դրած է էլի, փոլերը փակում են։ Դրաժը հիմա աշխատող չեն բերեն, որ այս պամիդորը փաթաթի, նայեք։ Նայեք ինչքան ծաղի ծաղկում կա վրան, նայեք։ Նայեք ինչ վիճակ է։ Ստե նայեք, հելը ծալվել է, տեսեք ու բռնած է։ Հիմա ես սրան պարատանութ տամ, դեղ տամ, աշխատողի փող տամ, սերսկում անեմ, ինչ եմ անեմ։ Ես անիմաց տանջվում եմ, ու տակ եմ տալի տանջվելու այդ համատեղ։ Ստե նայեք, հələ պամիդոր նայեք մեջի։ Մենք ոչ մի տարի այս գնով սենց պամիդոր չենք ծախել։ Սենց բան ես իմ պատմության մեջ չեմ հիշում, ես 38 տարեկան եմ, 13 տարեկանից գյուղատնտեսության մեջ եմ, սաղ նավարով։ Ստե նայեք։ Այս թելերը չի դիմանում ես թելերի։ Օգնում ընգնում է։
Հիմա էստեղ Բա հիմա ինչ եք անելու։ Դուք ջերմոցատերերով փորձել եք իրար հետ մի հատ նստել, գլուխ-գլխի տալ, մի բան հասկանալ։ Պահանջները մարդ ենք, ախպեր մենք եթե մեյլ ենք նստենք մի 10 րոպե։ Չէ, ես այն իմաստով եմ ասում, որ փորձեք այդ նախարարները, որ տենց փողոցում խոսելով քայլում են լրագրողների հետ ու ասում են հարթելու ենք, խոսքի Եվրոպա ենք ուղարկելու եւ այլն։ Իրանց հով կաբինետներում նստած։ Չեն էլ հասկանում, թե գյուղացին ինչի միջով է անցնում։ Խոսալու հետ համատեղ հիմա իրանք այնքան կբժշկեն այս ժողովրդին, միջև էս սեզոնը կանցնի։ Առնվազն Սապից առիթ կպրծնի, պամիդորն էլ էս փոլի վրա։ Դառնա չի, լսեն այդ, սս պամիդորը եղել է սկի պատմության մեջ։ Մենք sense մեր չենք էլ ունեցել։ Միջև է սեզոնը կանցնի։ Անցած տարի, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները sense լարված չէր, այս շրջանը ձեր մոտ Մենք ամենաեժան գինը, որ դաժե լճացում ա եղել, բերքը շատ ա եղել, սեզոն ա եղել, որ պետք է ժողովուրդը լիությունը լիուտեն, մենք ջերմոցատերերս պամիդորը ծախել ենք տնից 200 դրամ։ Ինչքան համբեր եք, այս պամիդորը կարա համբերի, թողան իրանք համբերի։ Իսկ հավատում եք, որ այդ եվրոպական շուկան մեր պամիդորը քանի օր կարա համբերի։ Այս 10 օր չենք քաղում այս պամիդորը, 15 օր այս պամիդորը չենք քաղում։ Էլ ինչքան մնա այս պամիդորը փոլի վրա դառնա չի։ Դուք ինչ ելք եք պատկերացնում այս ընթացքում։ Ճիշտ է, այսինքն թափում ենք ջուրը, սոբա սառը սախտարին տանջվել ենք դստենք։ Լավ ամբողջ գյուղը պիտի վարկերի տակ ճկվի։ Հիմա մենք միջոց ենք, որպեսզի ձեր ասելիքը, ձեր առաջարկը, պահանջը ներկայացնեք։ Ձեր պահանջը Պահանջն է, որ պետք է հետևողական լինեն։ Իրանց կաբինետներից նստած չխոսան կարտահանվի դուրս։ Էսի ոնց կհամբերի, որ իրանք արտահանեն, ինչքան կհամբերի։ Էսի մի ամիսա սպասում ենք, որ պետք է արտահանվի։ Պետք է արտահանվի։ Նայեք, վեդրոները դրած մարգերի մեջ։ Քաղաց չի ընդհանրապես, այսքանը զորով էստեղ են կարանա տանի ծախին, ծախողը։ իսկ ուր են տանում Երևան։ Շուկա են տանում, մեծատակ շուկա։ Հայանոցի շուկա։ Այս ընթացքում դուք քանի տոննա եք կարողանում արտահանել, երբ որ նախորդ տարիներին Մենք չենք արտահանում, մեզ ջերմոցատերերն էին արտահանում, մեզ չէին խանգարում ստեյ շուկային։ Մենք ընդհանրապես խնդիր չէինք ունենում։ այսինքն դուք միշտ տեղական շուկայի համար եք աշխատել։ Մենք փոքր ջերմոցատերեր ենք, մենք ինչ։ Մենք մեր հացի հարցը կարում ենք հազի կարգավորենք, մեր նավարին պայենք։ Մեր ընտանիքով էլ սաղս աշխատում ենք, հետ աշխատողների հետ հավասար։ Երբ է առաջին խաղը սկսվել։ Առաջի խաղը Մայիսին, երբ որ 600, 800, 1000 էր։ 100 դրամ չենք էլ ծա, ես չեմ ծախել կոնկրետ, փետրվարի 20-ին եմ տնգե։ Փետրվարի 20-ից մարտի 20, ապրիլի 20 մինչև մայիսի 9 վառել եմ գազը։ Ես հանել եմ, սկսել եմ ծախել եմ 10 ящикով, 5 ящикով, 500 դրամ, 400 դրամ, 300 դրամ, 200 դրամ, 150 դրամ, 130 դրամ, հիմա էլ 100 դրամ, հա, լավ է 130, հա, այդ ինչի նման կլինի։ Եթե կարան իրան գան քաղեն այս պամիդորին ինձ 50 դրամ փող տան, այդ մեր նախարարները, ես ուրախ եմ, թողան իրան քաղեն 50 դրամով ինձ կշռեն փող տան։ Ին վրա ես հիմա հենց այսօր քաղողով, շարողով, կրողով, հələ որ ծախողն է փող վերցի, 20 դրամ էլ չի մնա տակ, եթե 100 դրամ պիտի ծախեն։ Նախարարների մի ամսվա աշխատավարձն ու պրեմիան իրար հետ 2-ից 3 միլիոն է անում։ Ախպեր ուզում է 100 միլիոն ստանան, թող մենք մեզի Իրանց այս խնդիրները ոնց որ թե ծանոթել չեն մինչև հիմա։ Կոնկրետ մենք էսի տնկվում ենք։ Մենք օրը 100,000 դրամ հիմա հետ ենք եթեն, որ այս 2 ամիսը պետքա ծախեինք, 2 միլիոնից ավել մենակ գազին եմ տվել։ Սերմ, պարատանուր, դեղ, սելաֆան, ոչ եմ, էլ բան չեմ ասում ձեզ։ Աշխատող, էլ որ մենք ենք աշխատեղի մեր աշխատածը փող չի։ Բիրիքով տանողները չկան, չեն գալիս։ Կան ախպեր 100 դրամ են այդ մարդիկ կարում ծախեն, այսօր շուկայի գին նետ է, իրանք չեն որոշում։ Այսինքն 70-ով տակ, որ ինքը 100-ով գոնե ծախի կամ 60։ Հալավ 70-ով ես տվեցի այս պամիդորը, բալավեսիով է քաղելու, քաղողի փող, շարողի փող, կրողի փող, այս էշությունով այդ գնով անելու։ Այս ինք իր գինը զորով է անում, որ ասենք տալիս են բանվորի փող են տալ, ուրա լքանյացել։ Իմ ջեբի փողը ես 3 եմ բերել բազարից, 33,000 դրամ է մնացել։ Ասենք մի տոննա պամիդոր եմ տվել, 100,000 փող եմ տվել, իմ ավտոյի գազ, աշխատողի փող։ Կոմունալն էլ չեն։ Առնվազն դուք սեզոնը եկեք ես դրսի պամիդորը նկարեք, էլի ստե 2 տոննա պամիդոր կա։ հիմա սրանք հավաքած Մնտրելով աղբերները
չերես ծանոթ ճարելով, մարելով պետք է տանեն 100 դրամով տան, գոնե տենց էլ բերեն տան ինձ։ Եթե իրանց կողմից։ Մի հատ եկեք նկարեք ստեյստան, պամիդոր կալը դուրը ջերմոցի մեջ շինել եմ տեսա։ Էսի էս մի կողմից երկու մարգի, 4 մարգից է թաղած, թե 70-80 ящик պամիդոր կա ճարած։ Ես չգիտեմ իրանք ինչով են մտածում, ես չգիտեմ իրանք ինչով են մտածում։ Ես չեմ կարող հասկանամ, թե իրանք вообще առասարակ մտածում են, թե չէ։ Իրանք եթե ուզում են մենակ թուրքական պամիդոր ուտեն, մենք ձեռներս լվանանք, հելենք եթանք Ադրբեջան Թուրքիայից բերենք, լցենք թող ուտեն։ Մենք մեր մարել երկու մարդ կտնկենք ուտենք։